Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքի նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Կարեն Սարգսյանի Telegram-յան ալիքի հղումը, որին եւս կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն Նարեկ ջան, ողջույն։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը Երևանյան երկխոսություն այդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Նախքան Նիկոլ Փաշինյանին անցնելը առանձին դրվագով ես ուզում եմ նենց չի որ քեզ գովամ, բայց վստահություն հայտնեմ, որ Հայաստանի ժուրնալիստիկան զարգանում է, առանձին ուղղակի նշեմ, որ թե ես, թե իմ շրջապատի բոլոր մարդիկ խնդրել են, որ քեզ շնորհակալություն հայտնենք Լավրովին ոտատակ անելու համար, շատ գրագետ կերպով, շատ տենց պրոֆեսիոնալ առումով, այսքանը։ В общем, լավ է շարունակում։ Այդ գնացինք։ Հիմա անցնենք Ես խնդրում եմ ձեր շրջապատին փոխանցել, որ ես որևէ մեկին ոտատակ չեմ տվել, որևէ պաշտոնյայի կապ չունի տեղական թե միջազգային ոտատակ տալու խնդիր չունեմ։ Ես ստեղծված իրավիճակից բխեցնում եմ, կարծում եմ կարևոր հարցեր, եւ շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար։ Դե, նայ, քո աշխատանքը գնահատելու համար որպես պրոֆեսիոնալ գոյություն ունի ձեր պրոֆեսիոնալ շրջապատը, բայց երբ դու հասարակության հետ գործ ունես, հասարակությունը էմոցիոնալ է միշտ։ Ամեն ինչը ընկալում է էմոցիոնալ։ Եվ այն ինչ որ դու անում ես պրոֆեսիոնալ եւ հանգիստ, ես տեսնում եմ, որ հարցը պրոֆեսիոնալ է տված, բայց մարդկանց տեսանկյունից դա ընկալվում է դրական, այսինքն քեզ վրա ընկնում է այն էմոցիոնալ մասը, որը որ մարդիկ անկալում են, որ մեր պետական պաշտոնյաները կանեն եւ հենց էմոցիաների մասին խոսալուց անցնենք Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, որովհետեւ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հանդես գալով միջազգային հարթակում կամ այնպիսի հարթակում, որտեղ իր խոսքերը դառնում են ոչ միայն հանրային ներքին, այլ նաեւ հանրային միջազգային, թույլ է տալիս ձևակերպումներ եւ գերէմոցիոնալ մեկնաբանություններ, որոնք հասկանալի են, երբ դու ասենք, չգիտեմ, զրուցարանում ես կամ նեղ շրջապատում ես կամ սեղանի շուրջ ես նստած, բայց անընդունելի են, երբ խոսքը գնում է պետական պաշտոնյայի առավել եւս առաջի դեմքի մասին։ Բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը, բոլորս հասկանում ենք, որ այդ ամբողջ իր մասը ճառի նվիրված էր խաղաղությանը եւ ինքը իր խաղաղության, իր պատկերացրած խաղաղությանը նվիրված լինելու մեկնաբանություններում ցույց էր տալիս այտենց ինչ-որ թե ինքը այնքան է նվիրված դրան, որ նույնիսկ եթե Սահմանադրական դատարանը ասի չէ, այդ խաղաղությունը չի համապատասխանում, ինքը չի կանգնի ոչինչի առաջ եւ Սահմանադրական փոփոխություններ կփորձեն։ Պարզասա ինչ անում, դա գիտենք ինչի մասն է խոսքը։ Իր հերթական պատրաստ չլինելն է նմանատիպ հարթակներում հավասարակշռված ու հանրորեն խոսք, հանրային խոսք տանելու այնպես, որպիսի դա չառաջացնի հերթական անգամ դիվանագիտական կամ ներքին քաղաքական բողոքներ։ Այս սրա մասն է խոսքը։ Սա կարող ենք համարել Ալիևին առաջարկ, թե ոչ։ Ոչ, բացառապես, սա Ալիևին առաջարկ չէր, սա էլ եմ ասում, ինքը մարդկանց մոտ ովքեր եկել էին այդ Երևանյան երկխոսության այդ միջազգային տարբեր երկրների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուս, ինչ որ չափով նաև փորձագիտական, դրսից, ներսից էական չի եւ ասենք երարցակող տեսանկյունից ինքը ցույց էր տալի, թե որքան է ինքը նվիրված այդ խաղաղության։ Սա դիլետանտություն է, բայց սա հաստատ առաջարկ չի Ալիևի։ Բայց ինչ է կարծում Ալիևը կհամաձայնի այս Ոչ։ Իհարկե ոչ, Նարեկ ջան։ Սա վաղուց հայտնի է, որ Ալիևը չի պատրաստվում խաղաղության ճանապարհով գնալ։ Խաղաղություն կարա լինի մենակ մի պարագայում, ես այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ մենք որոշ փոփոխություններ կան միջազգային հարթակներում, մասնավորապես Վատիկանն է իր տեղը գրավում, վերադարձնում երևի թե, որտեղ խոսքը գնում է նրա մասին, թե Ամերիկա-Իրան բանակցությունների հարթակ եւ երաշխավոր դառնալու մասին եւ թե այսօր եւս մեկ անգամ հաստատվեց, որ Վատիկանը
պնդելա, որ բանակցությունները պետք է լինեն Ռուսաստանի Ուկրաինայի միջև իր հարթակում եւ ինքն է երաշխավորքները հետագայում ապահովելու Ռուսաստանը չի ուզում ինչը պարզ է, որովհետեւ Ռուսաստանը Ադրբեջանի պես չի ուզում խաղաղություն, ակնհայտ է, որ Վատիկանում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտման ենթակա չեն։ Ուզում եք դավադրության տեսությունների շրջանակներում նայեք, ուզում եք իրական եւ բարոյական, այսինքն Վատիկանում կնքված խաղաղությունը չի կարող խախտվել եւ Վատիկանում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող անտեսվել։ Հետևաբար վստահ եմ գրեթե, որ խոսակցություններ եղել են արդեն, որ հայ-ադրբեջանական հակամարտության մասին էլ խոսքը գնում, որ Վատիկանում են ուզում անեն հերթական բանակցություններից, մինչև Վատիկանում այս պահին ամենառեալը դա է, ամենառեալ, եթե այլ երաշխավորներ չեն ուզում, հա, չգիտեմ, օրինակ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն գան երաշխավոր կանգնեն, բայց ասենք եթե դա դրանք կողմերը համաձայն չեն, միակ ամենահավանական թեկնածուն որպես պլատֆորմ, որտեղ կտեղի կունեն բանակցությունները եւ երաշխավոր, դա կարող է լինել Վատիկանը։ Քանի դեռ դրա մասին խոսք չկա, այսինքն քանի երկու կողմերը չեն համաձայնվել դրան, մեզ մոտ շարունակում է գործել նույն սկզբունքը, որը գործում է ռուս-ուկրաինական պատերազմում։ Ռուսաստանը այն պատերազմի դեպքում եւ Ադրբեջանը մեր պատերազմի դեպքում չեն պատրաստվում խաղաղության գնալ, քանի որ համարում են, որ իրենք հաղթող կողմ են եւ չեն ստացի այն ամենը, ինչ իրենց պետք է։ Ալիևը մի քանի օրվա մեջ արդեն երկրորդ անգամ է խոսում Արևմտյան Ադրբեջանի մասին, ասում է ցավոք սրտի Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական հողերում, որտեղից արտաքսվել են մեր հայրենակիցները, մտածված ու սեփականված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում։ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ չկա ու չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստան ինքնիշխան տարածքում, այդ միջազգային ֆորումի ժամանակ էլ վերահաստատել էր։ Դուք ինչպես եք մեկնաբանում այս հերակա բանավեճը։ Գոյություն չունի ադրբեջանցի ժողովուրդ։ Ադրբեջանցի ժողովուրդը ստեղծվել է Ստալինի հրամանով 1936 թվականին։ Ադրբեջան պետությունը ստեղծվել է Ստալինի եւ Էնվերի կողմից 18 թվականին։ Նույնիսկ դյուրեքս պահպանակներն են ավելի մեծ տարիքով, քան Ադրբեջանը եւ առավել եւս ադրբեջանցիները։ Ալիևը կարա գնա գրողի ծոցը մոտարապես այսպես էր պետք պատասխանել Ալիևին, բայց Նիկոլ Փաշինյանը ընկել է թակարդը, այն թակարդը, որը կոչվում էր այն, որ ինքը խաղաղություն, ամեն գնով խաղաղություն, եկել հասել է նրան, որ հիմա ինքը ստիպված է արդեն պաշտպանել իր, ոնց էր ասում, իրական Հայաստան, հա, այն որ 27000 քառակուսի կիլոմետր, 29700 քառակուսի կիլոմետր, այսինքն արդեն Ադրբեջանի սրա վրա է հավակնությունները եւ Նիկոլը ավելի թույլ դիրքերից է հանդես գալի, քանց եթե ինքը ամենասկզբից ասեր դու քոչվոր բաշի բուզուկ ես, ոչ հեր ունես, ոչ մեր, որպես ազգ քո պապան Ստալինն է, Ստալինը ռազմական հանցագործ է, մյուս քեզ ստեղծողը որպես պետություն, ցեղասպանության կազմակերպիչ Թուրքիայի տարածքով ճանաչված մարդկության դեմ հանցագործություն գործած մահապատժի դատավճռով սպանված Էնվերը գնա գրողի ծոցը մոտավորապես նորմալ Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսք պետք է լիներ սա։ Քանի որ դա չկա եւ քանի որ խաղաղությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գործիք է դիտարկվում Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ որպես նպատակ, խաղաղությունը միշտ գործիք է, ինչպես նաև պատերազմն է ցավոք սրտի գործիք, բայց որպես նպատակ իրանք չեն կարող լինել։ Իրանք ընդհանրապես գործիք են զարգացման։ Նիկոլ Փաշինյանի համար խաղաղությունը նպատակ է։ Նպատակ, որի շնորհիվ ինքը կարողանա, օրինակ, չգիտեմ, ընտրություններին ասի, ես ինչ որ մի բան խոսք եմ տվել եւ արել եմ։ 26 թիվը արդեն շատ մոտիկ է 26 թվի ընտրությունները, երևի մի երկու շաբաթից կլինի, որ 12 ամիս հետ հաշվարկ կարող ենք անել։ 12 ամսվա մեջ հետ հաշվարկով մենք կունենանք այն, որ 21 թվականի ընտրություններին բոլոր այն հայտարարությունները, որոնցով եկել է Նիկոլ Փաշինյանը, չեն իրականացել։ Չեն իրականացել նաև Ռոբերտ Քոչարյանի ոչ մի բաներ, հայտարարությունները, չեն իրականացել նաև այնպես ինչեր պատիվ ունեմը։ Այսինքն 3 պարլամենտական ուժ, այսպես թե այնպես, որոնք հայտնվել էին ազգային ժողովում, բարոյական հիմք չունեն ընտրողներին, ասեն, որ իրենց մոտ ինչ որ բան իրենք կարողացել են անել։ Մեզ մոտ էս վիճակն է։
Նիկոլ Փաշինյանի համար այս 12 ամսվա ընթացքում խաղաղությունը լինելու է նպատակ, ոչ թե գործիք։ Սա բոլորս պետք է հասկանանք եւ պետք է հասկանանք, որ ցանկացած քայլ, ցանկացած գործողություն, ցանկացած հրավառություն ներսը դուրսը դա բոլորի բանը ուղղվածությունը լինելու է Նիկոլ Փաշինյանին ընտրություններին փրկելու։ Ովքեր դրսից Դրս ինչը դրսից նարեկ հրավառությունը դուրսը թե ներսը դա կարգին հաղորդման մեջից բաներ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին փրկի ընտրություններին դրսից ով պետք է ջանք դնի։ Բոլոր նրանք, ովքեր սենց ասեմ, ոչ մեկ ջանք չի գործադրի, բոլորին խաղաղությունը պետք է։ Այսօր Ֆրանսիայի արտգործնախարարը բացատրեց ինչի համար խաղաղությունը պետք է։ Այսօր առաջին անգամ հնչեց այն, ինչ մենք խոսում էինք առնվազն քո եթերներում, ես 1.5 տարի ասում եմ, որ Հայաստանը դա խաշմերուկ չի, Հայաստանը հաբ է կամ մեծ դարպաս։ Այսօր արդեն Անվտանգության խորհրդի քարտուղարը դա ասեց Հայաստանի, որ Հայաստանը դա հաբ է, այսինքն գաղափարապես Նիկոլ Փաշինյանի բանը փոխվել է եւ արդեն ինքը դիտարկվում է Հայաստանը որպես հաբ։ Հայաստանը որպես հաբ դիտարկվում է նաեւ Ֆրանսիայի կողմից, որը պատրաստվում է այսօր, որ ինչպես պարզվեց Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որ Ֆրանսիան պատրաստվում է Հայաստանի հետ կնքել ռազմավարական այդ փաստաթուղթը, ռազմավարական դաշնակցային փաստաթուղթ, որը թույլ կտա իդեպ մի լավ լուրել եմ լսել, երևի թե լավ է, առաջինը քեզ մոտ հայտնել, որովհետև առաջին անգամ քեզ մոտ ասացի, որ ֆրանսիական նավերը կբարձրանան, չէ, հայկական դերն։ Ոնց հասկացա, հոպի բանն ենք ստացել, դրական գնահատականը Սամթին շատ բարձր մակարդակի հզորագույն հակաօդային պաշտպանական միջոց է, միջին հեռավորության, Սամթին Ուկրաինայում իրեն շատ լավ է դրսևորել եւ ինքը ֆանտաստիկ տակտիկա-տեխնիկական ցուցանիշներ ունի։ Ոնց որ թե մենք դրանից ունենալու ենք շատ մոտ ապագայում եւ դա եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ ֆրանսիական նավերը ոչ միայն հայկական լեռներ կբարձրանան, այլև նավահանգիստ կկառուցեն եւ ստեղից կշարունակեն իրենց գործողությունները։ Այս սա է, որ դրսի կողմերի համար այո խաղաղությունը էական է, որպեսզի Հայաստանը դառնա եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ, տնտեսապես զարգացող, բավականին ուժեղ, որպեսզի կարողանա ինքը իրեն սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը պահպանի եւ Հայաստանի Հանրապետության բնակչությանը, ոչ միայն քաղաքացիներին, այլ ամբողջ ազգին եւ տարբեր ազգերի ներկայացուցիչների, ովքեր ստեղ կապն արժանապատիվ կյանք ապահովի։ Սրա մասին խոսքը։ Բայց այդտեղ նպատակը Նիկոլը չի, էլի, նպատակը Հայաստանն է։ Ֆրանսիայի արտգործնախարարից հետ կապված քանի որ խոսեցիք, նա նշում է, որ զենքեր է տալիս Ֆրանսիան, որպեսզի Հայաստանը կարողանա իր տարածքներ անկախություն պահել։ Նա նկատի ունի ձեզ մինչ այս տվածները, թե նոր բաներ։ Նոր ասացի, որ չէ, նոր ասացի չէ։ Այսինքն նոր բաներ կան։ Նոր զարգանում այն մենք մինչ այսօր ինչ որ ունեինք, ինքը մի փուլն կա 2, 3, 4 փուլ, այսինքն փուլ համար 2, 3, 4, որը թույլ կտա ամբողջապես ապահովել Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, որ առնվազն բավականաչափ ասենք ժամանակ, չգիտեմ, 180 օր կամ 12 ամիս Հայաստանը կարողանա առանց դրսի աջակցության դիմակայել հարձակման դեպքում։ Սա է նպատակը իրականում։ Պաշտպանողական զենքեր են տալիս։ Պաշտպանողական եւ հարձակվողական զենքերի ձևակերպումները մի փոքր այս ուկրաինական պատերազմից հետո երևի թե պետքա վերաձևակերպվեն, օրինակ 155 մմ հրետանին ինքը ինչա պաշտպանական է թե ոչ, թե հարձակվողական, ինքը հրետանի է։ Նայած ոնց կօգտագործես, որ կոնկրետ մարտական դրվագում կօգտագործես, դու պաշտպանողական զենք կարող ես օգտագործել որպես հարձակ։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը, օրինակ S-300-ները, որոնք մեծ հաշվով հակաօդային պաշտպանության միջոց են, Ռուսաստանի կողմից օգտագործվում էին որպես ուղղակի ծանր հրթիռներ, որոնցով ռմբակոծվում էր Խարկովը, Սումին եւ բանը, հա, այսինքն ինքը լինելով հակաօդային պաշտպանության միջոց, միևնույն ժամանակ շատ փոքր փոփոխություններով կարող է դառնալ հարձակման։
Դա պայմանավորվածություն է, թե արդեն գործնական ինչ-որ քայլեր կան, օրինակ փաստաթղթերի ստորագրում եւ այլն։ Ինձ թվում է փաստաթղթերը ստորագրվել են, երբ Սուրեն Պապիկյանը անցած տարի դեռևս գնացել էր Լեկորնի այդ հանդիպման, այնտեղ փաստաթղթեր էին ստորագրվել, որոնց բովանդակության մասին բաց չէր հայտարարվում։ Այսինքն այնտեղ կարող են լինել պրոտոկոլներ, որոնք ստորագրվել են եւ որոնց համաձայն հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակվում է եւ շարունակվելու անկախ նրանից, թե ինչ տիպի փոփոխություններ կլինեն քաղաքական վերնախավում թե Ֆրանսիայի եւ թե Հայաստանի։ Եվ մոտավոր ինչ եք կարծում, դա երբ արդեն կլինի Հայաստանում։ Դա լոգիստիկ խնդիրների հիմա ժամանակը չի, մեկնաբանելու, հա, որովհետեւ բազմաթիվ հարցեր կան, որոնք դրական կարող եմ գնահատել, որ Ռումինիայում նախագահական ընտրությունների արդյունքում չհաղթեց ռուսական, պրոռուսական տեխնացում, որը որ շատ լավ էր, այսինքն Ռումինիան կարևորագույն լոգիստիկ հաբ է դեպի այս կողմ գալացող, բայց դե որ ճանապարհով կգա, ոնց կգա, ինչ կգա, դա նախ եւ առաջ ռազմական եւ պետական գաղտնիք է եւ թույլ տվեք դրա մասին, ասենք, չիմանալը չդառնա առիթ, հա, չգիտեմ ու շատ լավ որ ես չգիտեմ։ Եվ այսօր հայտարարեցին, որ Հայաստանը եւ Ֆրանսիան ռազմական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն, սա ձեր ասացի հիմքն է, թե մենք պետք է նաեւ այս ստորագրության տակ այլ բաներ էլ ենթադրենք։ Ինձ թվում է այլ բաներ էլ կլինեն, որովհետեւ զուտ զենքի, զինամթերքի եւ սպառազինության վաճառքի եւ այդ ոլորտներում համագործակցությունը դա փուլ է, որը մեծ հաշվով ռազմական կոմերցիայի մասին, բայց ռազմավարական համագործակցությունը ենթադրում է նաեւ օրինակ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցություն ռազմական ոլորտում, հա, ասենք մենք այս պահին ունենք դեռևս Սակավ թվի կուրսանտներ, որոնք գնում են Ֆրանսիա եւ հակառակը, այդ թիվը կավելանա վստահաբար Ֆրանսիայի հատուկ ստորաբաժանումների փորձը, խոսքս այսպես կոչված արտասահմանյան լեգիոնում տրանժի մասին է, որի պատրաստման եւ կիրառման առանձնահատկությունները թե զինվորական պատրաստության, թե ռազմական պատրաստության տեսանկյունից ֆանտաստիկ մեծ նշանակություն ունեն բոլոր տիպի բանակների համար, իրանք հանդիսանում են տենց որպես ռեֆերենտ խումբ։ Հայաստանը կարող է դա օգտագործելով, ասենք, չգիտեմ, հատուկ ստորաբաժանումներ վարժեցնի եւ ստեղծի եւ վարժեցնի, հա, ունենա նմանատիպ հատուկ չասենք կորպուս, բայց գոնե 1-2 բրիգադ նմանատիպ պատրաստման ծրագրով բանալած ունենանք Հայաստանի համար։ Մեծ հաշվով Ֆրանսիան գերտերություն է եւ բազմաթիվ հարցեր։ Բացի դրանից իհարկե կան ռաֆալները, կա, ասենք, հոբ պլյուս օդային ուժ, օդային գերակայության խնդիրներ կան, որոնք կարող է լուծվել։ Բացի դրանից Ֆրանսիան Հունաստանի հետ ունի բավականին սերտ համագործակցություն, նույն մարտական մեքենաների արտադրությունը տեղափոխվել է մասամբ, տեղափոխվել է որնա Հունաստանի պատվերը իրականացվում է Հունաստանում, այսինքն Ֆրանսիայի արտադրական հզորությունները լուֆտ ունեն եւ Հայաստանը կարող է դրանում էլ մասնակից լինի, ասենք, չգիտեմ, պատվիրի եւ համալրի հետևակային մեր զորքերը ֆրանսիական մարտական մեքենաներով արդեն այնինչ դու ասում ես հարձակվողական, հա, դրանից։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք որ այդ փաստաթղթով կլուծվեն։ Տեսեք, բայց ինչ է ասում ֆրանսիացի պաշտոնյան, ասում է այդ փաստաթղթի ստորագրությունը ավելի շատ ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, ճիշտ է, միաժամանակ նաև նշվում է, բայց նաև նախանշելու ապագա տասնամյակների համար այլ ծրագրեր ու նախագծեր, այդ թվում պաշտպանության ոլորտում, բայց չի ստացվում, որ ավելի շատ ասում է այն ինչը մենք հիմա անում ենք, դա փաստաթղթավորում ենք, հա, այսպես ասած, եւ այն ինչը հիմա ունենք, այս փաստաթղթով պետք չի ավելի շատ բան սպասել։ Նայ, մենք շատ բան ունենք
պայմանավորվածություններ շատ հաճախ, որոնց մասին արտգործնախարարը ասում է, որ օրինակ երկրի ղեկավարները ու բազմաթիվ հանդիպումների ժամանակ կարծիք են բանալել եւ նմանատիպ համագործակցությունը ինքը ռազմավարական,աբան սիրուն բառերի մեջ, այսինքն շատ բան խոսացվել է, խոսակցության մակարդակով եղել է եւ անձնական լավ վերաբերմունքի շնորհիվ ա եղել։ Սրա մասին է խոսքը։ Հիմա սա դառնում է, եթե մի քանի տասնամյակի մասին է խոսքը, պարզ է, չէ՞, որ ֆրանսիան ժողովրդավարություն է եւ նմանատիպ փաստաթուղթը թույլ կտա անհոգ լինել եւ վստահ լինել, որ անկախ նրանից թե Հայաստանում եւ դե Ֆրանսիայում կառավարությունների փոփոխության նորմալ բնականon գործընթացը չի խաթարի հայ-ֆրանսիական ռազմավարական դաշինք համագործակցությունը։ Եվ դուք ասուլիսին հետևելով որևէ մեսիջ ստացաք ֆրանսիացի պաշտոնյայից, նրանք սպասում են Հայաստանին Եվրոպայում, թե ոչ։ Այո, ես բավականին լուրջ շուտ չէ, արեք, չէ, շուտ արեք չեն ասի ակնհայտորեն, քանի որ հարաբերությունները այն մակարդակին են, որ իրենք հասկանում են գործող իշխանությունները Հայաստանի երբեք այդ քայլին չեն գնա, որովհետև իրենք արդյոք չեն բաց թողում, որպեսզի եւս մեկ անգամ Ռուսաստանին վստահեցնեն, որ Հայաստանը չի պատրաստվում գնալ Եվրոպա, Հայաստանը ըստ իրենց պատկերացման պետք է այտենց ու չգիտեմ անտուն մնացած մարդու նման մնա խաշմերուկի վրա։ Բայց այնտեղ կային մեսիջներ, որոնք շատ ավելի կարևոր էին։ Այնտեղ կար մեսիջ, որ այնինչ Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն խոսում։ Կար մեծ եղեռնի ցեղասպանության 110 տարվա տարելիցը, հատուկ նշվեց մի քանի անգամ։ Կար Արցախի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը եւ արցախցիների խնդիրը, որը մնալու է Ֆրանսիայի քաղաքականության մեջ։ Այսինքն Ֆրանսիայի արտգործնախարարը ասաց այն ամենը, ինչը մենք պատրաստվում ենք լսել։ Մենք ուզում ենք լսենք մեր դաշնակցից եւ երբևիցե չենք լսում։ Բացի դրանից ինքը եւս մեկ անգամ տեղը դրեց Լավրովին, երևի այդ ասուլիսի ժամանակ, որի ժամանակ դու իր հարց տալիս, Լավրովը նաև հաջողացրել էր հայտարարել, որ Ֆրանսիան թշնամական պետություն է իրենց համար Ռուսաստանի համար եւ այս զրույցի ժամանակ իհարկե Ֆրանսիայի արտգործնախարարը անտեսեց կոնկրետ այդ բառերը, բայց եւս մեկ անգամ հաստատեց, որ Ռուսաստանը ռազմական ագրեսոր է, Ռուսաստանը ռազմական անցագործ է եւ Ռուսաստանը այն երկիրն է, որի նկատմամբ չնայած Եվրոպան պատերազմական գործողություններ չի վարում, բայց ամբողջությամբ աջակցում է Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան լինի բավական հզոր Ռուսաստանին ստիպելու գալ խաղաղության ու կամ ջախջախելու այդ տողատակով արդեն։ Այսինքն ամենակարևորագույն մեսիջները, որոնք որ Եվրոպայի առաջնորդ երկրից մենք պետք է ստանանք, մենք ստացանք։ Իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, որ Լավրովի ներկայությամբ հայտարարում են, որ մենք Եվրոպային անդամ դառնալու հայտ չենք ներկայացրել, սա արևմտամետ թևը Հայաստանում եւ նրանք, ովքեր նախաձեռնել էին այդ ստորագրավակը, հայտարարեցին գործընթացի կասեցում, համարեցին, գնահատեցին գործընթացի կասեցում, դա այդպես է։ Կասեցում չի, երբևիցե չեն ցկտել իրանք։ Այսինքն կասեցում նշանակում է, որ կա ինչ-որ գործընթաց, որ պատրաստվում են օրինակ մտնել Եմեն։ Եվ Լավրովի հետ հանդիպման ժամանակ արտգործնախարարը հայտարարում է, որ չենք պատրաստվում, դա կարելի է ձևակերպել կասեցում։ Բայց մեր պարագայում երբևիցե Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևիցե պատասխանատու անձ, որը նաև կառավարության անդամ է, երբևիցե չի հայտարարել, որ Հայաստանը գնում է Եվրամիություն։ Ընդհակառակ իրանք միշտ ասել են, որ իրանք հապկ են, ԵԱՏՄ են, տենց հապկոտ ոտերով ուզում են գնան Եվրոպա, մեկ-մեկ իրանք ընդունում են, մեկ-մեկ չեն ընդունում, այդ հարց։ Այսինքն կասեցում չի, իրանք ոչ մի չի փոխվել։ Սա պետք է ճիշտ հասկանալ, որ երբ խոսքը վերաբերվում է գործող իշխանություններին, պետք է հասկանալ, որ իրանք փորձում են փոխվել Ռուսաստանից, բայց դա չի նշանակում, որ իրանք պատրաստվում են գնալ Եվրոպա։ Այս մեգադախլչիների վրա կառուցված տնտեսությունը չի կարող եվրոպական լինել։ Սա իրենց համար էգզիստենցիալ վտանգ է Եվրոպա գնալ։
Նրանք կարող են որոշ քայլեր անել, որոնք կհարմարեցնեն Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի ռազմաքաղաքական ոլորտը, կհարմարեցնեն Եվրոպային, որպեսզի կարողանան Եվրոպայի բարիքներից օգտվել, վիզաների ազատականացում եւ այլն, բայց իրենք չեն պատրաստվում գնալ Եվրամիություն, ինչի մասին բազմիցս բաց հայտարարել են։ Ընդ որում իրանք էլ չասած, որ անձնական զրույցներ ունեն ասել։ Բայց հիմա տեսնում եք այդ օրենքի ընդունումից հետո այս իշխանության կողմից որևէ գործընթաց, ինչը որ ենթադրվում էր, դա արվում է, թե չէ, թե դա հեչել որևէ գործընթաց չէր նախատեսում։ Չէր նախատեսում, ըստ օրենքը իրանք որ ընդունեցին, մեկնաբանությունները այդպեսին էին, որ օքեյ, բայց իրանք չեն պատրաստվում դա անել։ Դա ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ոնց որ քաղաքացիների մի մասի պահանջներ, որը որ այդ Եվրոդաշինք կոչվածը փորձեց ձևակերպել եւ ստացավ ինչ-որ օրենք, բայց դա կներեք, այդ օրենքը, որը ազգային ժողովը ի վերջո ընդունեց, ինքը ոնց ասեմ, պոտենցիալ չունի, այսինքն չկա այդ օրենքում, ասենք, չի նախատեսվում, բայց եթե չանեն, ինչ։ Ամենակարևորը, տեսեք, եթե դուք ընդունում եք ինչ-որ մի ուղի եւ ասում եք, որ Հայաստանը սկսում է այդ գործընթացը, դուք նաեւ որպեսզի օրենքը լինի աշխատող, պետք է ասեք, որ դա գործընթացը սկսվում է, ընդունենք, չգիտեմ, քանիսին էր, ապրիլի 1-ից, ապրիլի 2-ից եւ վերջանալու է, ասենք, 26 թվականի ապրիլի 14-ով, որպեսզի հասկանանք ինչ իմաստով խոսքը։ Եվ եթե չարեցին, ասենք, չգիտեմ, մենք հրաժարական ենք տալիս, ինչ պաշտոնյան են գործից հանում ենք, կամ ինչ բաներ։ Այն ինչ որ ընդունել դա, ասենք, ինչ որ բարի ցանկություններ, որը ոչ մի բան չէր, իրանց սիրած ասած կենաց։ Եկենաց էր, դա ասեցին, գնաց, հետո քվեարկեցին, ապրեք, հետո ուրիշ։ Ակնկալել որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որտեղ կան, ասենք, օդիոզ դեմքեր, որոնք օր ու գիշեր չեն տենց մենակ երազում Ռուսաստանից տեղից չգնա, հələ մի հատ էլ բերում ուժեղացնում են Ռուսաստանը, ոնց կարելի է տենց բան։ Կառավարությունը, որ մինչև մեն չարկել է Yandex-ը, որտեղ Mail.ru կա այս երկրում, որտեղ Ռոսատրուդնիչեство գործում, ոնց կարելի է ակնկալել, որ այդ կառավարությունը կարա ինչ-որ քայլ անի դեպի արժանապատիվ կյանք։ Գոյություն չունի դա, իրանք դեռ չեն գնալ։ Ինչի միջոցառում են բերում, հաջորդ տարի Երևանում կանցկացվի Եվրոպական։ Այն մի տարի էլ տոյլ կգնա Ադրբեջան։ Ինչ մի տենց մի բան է որ։ Միջոցառում է։ Դե եթե արժեք ազդեցություն չունենար Լավրովը ինչու պետք է Երևանում դժգոհեր։ Չէ, միջոցառումը նշանակություն ունի, բայց նույն միջոցառումը գնում է Բաքու։ Պարզա չէ որ Բաքուն չի գնում Եվրամիություն։ Այսինքն այդ միջոցառումը ինքը իրենով դա ընդհանրապես հարթակ է, որտեղ եվրոպական առաջնորդները կամ ինչ որ այդ բարձր մակարդակի մարդիկ համագործակցում են։ Բայց դա չի նշանակում որ Հայաստանը գնում է Եվրամիություն։ Եվ խնդիրը նույնիսկ նրա մասին չի, որ մենք ենթադրում ենք, որ չի գնում։ Ոչ, այս կառավարությունը բերնեբերան ասում, որ չի գնում։ Այսինքն մենք չունենք, դու չես կարող ինձանից ակնկալես, որպեսզի ես վերլուծեմ եւ ապացուցեմ, որ չեն գնում։ Իրանք ուղղակի հայտարարում են բացի բաց, որ չեն գնում։ Ապացուցման կարիք չկա, այդ լեմա է։ Իրանք պետք է փոխվեն, ուրիշ կառավարություն պետք է գա, այդ ուրիշ կառավարությունից այդ նոր մենք պետք է հասկանանք գնում ենք Եվրամիություն, թե ոչ։ Եվ Եվրա քվեի ժողովուրդը իրոք ասենք, հա, պետք է վիրավորված լինի, չնայած ինչի բոլորս է գիտենք էլ։ Թե Եվրաքվեի ժողովուրդը չգիտեր որ տենց արվում։ Ամենասկզբից ձևակերպումը որը կար ինքը թույլ էր, ինքը չէր նախատեսում ոչ մի բան, պատժամիջոց։ Հետևաբար տենց էլ պետք է լիներ։ Եվ Ֆրանսիայի նախարարը նաև մի միտք ասեց լրագրողի հարցին պատասխան Վլադիմիր Պուտինին պատժամիջոցների ենթարկելու հետ կապված, դա ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում էր ասում, թե նաև եթե օրինակ Ռուսաստանը ինչպես շատ մարդկանց կողմից գնահատվում է, որ Ադրբեջանին հրահրում է Հայաստանի դեմ, դրա շրջանակներում եւս կլինեն պատժամիջոցներ։ Այդ գործընթացը չի սկսվել, բայց շատ հնարավոր բան ես ասում, Նարեկ ջան, նայ, մեզ մոտ կա միջազգային փորձ, պրեցեդենտ, նախադեպ, որը վերաբերվում էր
խաղապաներին, որոնք գործում էին Սրեբրենիցայի շուրջ, որոնց անգործության պատճառով Սրեբրենիցայում տեղի ունեցածը վճռագործությունը գնահատվեց որպես ցեղասպանություն Հաագայի տրիբունալի կողմից։ Այսինքն սա բավականաչափ հիմք է, որպեսզի Ռուսաստանը, որը իր ստանձնել էր խաղապահի կարգավիճակ եւ իր անգործության շնորհիվ էթնիկ զտում տեղի ունեցավ, հետեւաբար այո Ռուսաստանը կոպիտ ասած իմ ձեռքում որ լինի, ես ջանք ու եռանդ չեմ խնայի, որպեսզի Ռուսաստանին պատասխանատվության կանչեն Ալիևի հետ միասին, այսինքն Պուտինը ռազմական հանցագործ է, դա փաստ է, եւ բացի Պուտինից նաեւ Շոյգուն եւ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են եղել ուկրաինական պատերազմի համար, բայց միևնույն ժամանակ իրանք պատասխանատու են Արցախի վրա հարձակման եւ Արցախի էթնիկ զտման համար։ Էլ չասած, որ Պուտինի հայտարարությունները խոսում են նրա մասին, որ չեն պատրաստվում Հայաստանի հետ կնքված պայմանագրերին, ոնց են ասում, տարեն եւ հոգուն համարժեք գործողություններ իրականացնել։ Բացի դրանից Լավրովը եւս մեկ շատ հետաքրքիր բան ասաց, ինքը ասաց, որ 400 միլիոնը իրանք ինչ-որ մսխել են, ուրիշ ծրագրի մեջ են գցել։ Սա շատ հետաքրքիր է, դա ռազմական բյուջեի մասն էր մեզ մոտ։ Ես չեմ հիշում մեր ազգային ժողովը նմանատիպ որոշում կայացրել է, որովհետեւ պաշտպանական ոլորտի ծախսերը հաստատվում են ազգային ժողովի կողմից։ Եվ ասենք Լավրովը, որը որոշել է, որ Հայաստանի տված գումարը, որը տրված է Եղեզենքի զինամթերքի, պետքա ՊՏՏ-ն ուրիշ տեղ, ասենք, չգիտեմ, Զուգարանի թուղթ Հայաստան ուղարկեն, դա ոնց որ իրանց իրավասությունը չի։ Նույնիսկ եթե իրանք զանգել են ու տեղեկացրել են, որ տենց են անում, դա ազգային ժողովի հարց է, այստեղ լրջագույն խնդիրներ կան։ Այսինքն այդ գումարը, եթե իրանք տարել են ուրիշ տեղ եւ ասել են այդ ուրիշ, այդ իրանց խնդրեմը չի։ Իրանք պետք է այդ գումարի համար պատասխան տան։ Ես այդ գումարը գոյություն ունի միջազգային արբիտրաժ, Ստոկհոլմ, Ամստերդամ, Լոնդոն առնվազն 3 ամենահայտնիները, որոնցից ասենք չգիտեմ, այդ 400 միլիոն դիմաց կարելի է ստանալ հեչից մի 10-15 միլիարդ կարաս փոխ-փոքես Ռուսաստանից, որտեղ կոդ չտալու պատճառով ես տարածք եմ կորցրել, ես մարդ եմ կորցրել, ես տնտեսական բան եմ կորցրել։ Ինչ է նշանակում ես այդ փողը տարել, քույն դու ես որ այդ փողը, դա իմ փողն է։ Ես քեզ տվել եմ զենքի համար, ուշացրել ես, ամեն ուշացրած օրվա համար ինչ է պայմանագրով ասնում 0.1%, ամեն ուշացման օրվա համար 0.1% է գալիս, էլ չասած որ սա կորցրած սողերի փողերն ես տալու։ Շատ նորմալ ինչ որ բան է։ Եթե ուզում եք տենց գրագետ բանով տարբերակով, այլ տարբերակ կա, չգիտեմ, բռնես Ռուսաստանից տեղ ինչ կա, վերցնես, վերահաշվարկես, ասես այդ գումարի, ասենք 10%-ը փակվեց քո տեղի ունեցվածքով։ Վերջում է դեսպանատան շենքը վերցնես, ասես էս էլ 1 միլիոն էլ ես։ Հետո մնացած 390 միլիոնս եփ ես տալու։ Ну մոտավորապես, հա, եթե խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանում կա կառավարություն, որ արժանապատիվ կյանքով է ուզում, որ ես երկիրը ապրի, թե չէ, տենց ինչ որ Բայց նշվում է, որ այդ գումարը ուղղվել է ավելի վաղ ձեռք բերված զենքերի, վարկերի սպասարկմանը, կրկին Ռուսաստանից ձեռք բերած սա։ Ով է թույլ տվել ազգային ժողովը, մեր ազգային ժողովը նմանատիպ որոշում կայացրել է։ Ես չեմ տեսել տենց որոշում։ Ավելի վաղ ձեռք բերվածները, ավելի վաղ կոնտրակտները, այդ ինչ ենք ձեռք բերել, որ փողը չենք տվել, որ 400 միլիոն է, այդ որն է եղել, որ 400 միլիոն է եղել։ Այսինքն մենք ձեռք չենք բերել այդքան։ Թվերի ձեռք բերված զենքերի վարկերի սպասարկմանն է ուղղվել։ Չկա տենց բան։ Չկա տենց բան, 16 թվականի վարկը ունի 16 թվականի բյուջե։ Եվ համապատասխան պայմանագիր համաձայն որի այդ վարկային, եթե նույնիսկ վարկով ավելցրած, քանի տարով է տված, ինչ տոկոսով է տված, եւ դա առանձին փաստաթուղթ է, առանձին պայմանագիր է, որովհետեւ դու ինձանից վերցնես 400 միլիոն ու դնես ուրիշ տեղ, որը որ իմ ազգային ժողովը հատկացած, չստեղ հասկանում ես, ախր մենակ Ռուսաստանը չի։ Այն բան կա, չէ, ասում ամենակարևորը, երբ որ դու հետախուզություն ես անում, ինքդ քեզ վրա դուրս չգաս։ Հիմա նկոլենք պարզա չեն անում, որովհետև ինչ որ մի պահի սրանք զանգել են, կարող այն ժամանակ նախարար եղել է Արշակ Կարապետյանը, որը ասել է, հա, հարց չկա ու մսխել են փողերը։ Ես 400 միլիոն Ռուսաստանին տվել եմ 21 թվականից սկսած շատ կոնկրետ զենքի անվանումներ առնելու համար, պաշտպանությանս համար անհրաժեշտ զենք զինատեսակներ։ Ես չեմ տվել այն նախորդ վարկերը փակելու համար։ Դու էլ համաձայնվել ես, չէ՞ որ ինձանից այդ փողը վերցրել ես։ Ռուսաստանի Դաշնությունը ընդունել է այդ պատվերը եւ գումարը վերցրել է։
Այսինքն այնտեղ չի կարող լինի, գիտես ինչ կա, լավ է, արի էս ջնջենք, դու այնտեղ ինչ որ փող էիր պարտ, կարի գրենք նրա վրա, չէ, այտենց չի, ես քեզ հենց հիմա քեզանից այս զենքերն եմ ուզում։ Այդ եմ ասում, որ անարժան, արժանապատվություն չունեցող իշխանությունների հետ շատ հեշտ է բան բռնել, գործ բռնել։ Վերջի վարանտ վրաները կբղավեն, փողը կվերցնեն, կասեն սա անլուրջ է։ Սա դիլետանտություն է։ Այսինքն մարդիկ, ովքեր դրան համաձայնվել են, պետք է գնան դատվեն 400 միլիոն մսխելու համար։ Նորից եմ ասում, մեր պետական բյուջեի մեջ եւ ցենց որ նայում ես ռազմական ծախսերը 21 թվից այդ 400 միլիոնը կա, չէ։ Հո հետ մեղա չեն արել, չեն ջնջել։ Հետևաբար, ես 21 թվականի ռազմական բյուջեն առնվազն 21-ը 22-ական չի տարեթիվը։ Մինուս 400 միլիոն է, չնայած 400 չի 600 է։ Ես շատ լավ հիշում եմ, որ ամենասկզբից խոսքը գնում էր 600 միլիոնի մասին։ Հետո ասեցին մի մասը տվել են, այդ երևի մի 200 միլիոնի տվել են, հիմա սկսում են ասել 400 միլիոն։ Էական չի ինչ, մի լումա է, բայց դուք մսխել եք այդ փողը։ Այ ոնց որ հիմա բռնում են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ոնց որ չգիտեմ, սրան, ֆլան, բեֆան, սաղին բռնում են, սաղի ձեռքից ամեն ինչ վերցնում են, հողատարածքներ, Range Rover-ներ, բաներ, ամեն ինչ ձեռներից վերցնում են։ Իրանք է պետք է տենց դատվեն, բայց ինչ պետք է անեն։ 400 միլիոն դոլար ռազմական բյուջեից ուտես ու նստես ոտդ գցես ոտիդ ու խոսես նրա մասին, որ դու խաղաղության խաշմեղուկ ես սարքում։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, շարունակելով Լավրովի թեման, Լավրովը նաև Երևանում հայտարարեց, որ պետք չէ բառացիչացեց, բայց ասացի տրամաբանությունն այն էր, որ պետք չի զարմանալ, որ Ռուսաստանը միլիարդների զենքեր է վաճառել Ադրբեջանին, ասում է դուք էլ մեր զենքերով 90-ականներին Արցախ ազատագրեցիք։ Սա ինչպես է մեկնաբանում։ Հերթական Լավրովի սուտը, որովհետև Արցախի ազատագրումը տեղի ունենում սովետական միության փլուզումից հետո, սովետական միության փլուզումից հետո որոշում էր կայացվել, որ յուրաքանչյուր հանրապետության տարածքում գտնվող սովետական բանակի եւ բանակ ասած մեծ ինստիտուցիոնալ եւ համապատասխանաբար բանակների, օրինակ Հայաստանում 7-րդ հարվածային բանակներ, Ադրբեջանում 4-րդ գվարդիական բանակներ, այդ բանակների ունեցվածքը անցնում էր հանրապետությունների, հա, նույն բանը Վրաստանում։ Բացի դրանից, եթե մնում են ռուսական բազաներ, Ռուսաստանի Դաշնության բազաներ, որոնք որ ինչ-որ ժամանակ բոլոր հանրապետությունները մնում էին, իրանց ունեցածը, իրանց հասանելիքը մնում էր իրանց տարածքում։ Այսինքն առաջի տարիներին կարող է շատերը չեն հիշում, բայց ընդհանրապես պատերազմը տեղի էր ունենում որսորդական զենքերով եւ ինչով պատահի, իսկ հետո երբ սովետական բանակը սկսում էր դուրս գալ, սովետական բանակի այն ունեցվածքով, որը անցնում էր հանրապետություններին։ Սա առաջի փուլն էր, հետո արդեն երբ Արցախում հայկական ուժերը հաջողությունների էին հասնում, իրենց նաև որպես բան տրոֆի, այսինքն ավր ադրբեջանական բանակի զորքերն էին, բանակի ունեցվածքներ անցնում։ Եվ մեծ հաշվով այդպես էլ պատերազմում ենք հաղթել ենք։ Ռուսաստանից այն ժամանակ ոչ որից ապրանք չէր գնում գալիս, եթե նույնիսկ գնվում էր, դա գնվում էր կարող շատերը մոռացել են, կարող է, չգիտեմ, մեկ արկղ արաղով գնեիր 2 հատ ՀՄՄ կամ ասենք չգիտեմ բռնեիր զորամասի սպային սխմեիր պատին ասեր էսա գծեցեմ բան էլի սովետական բանակի ինքը ասում էր դե լավ վերցրեք տարեք ինչ ուզում եք կամ հակառակ շատ բաներ գնվում էին սփյուռքահայության կողմից ուղարկվում էին բաներով ինչ որ ինքնաթիռներով շատ բաներ գնվում էր ապօրինի շատ բաներ գողացվում են Ռուսաստանի տարածքում կամ բան հետո վաճառքի էր հանվում այն ժամանակ սովետական միության փլուզումից հետո զենքի շուկան շատ ակտիվ զարգանում էր եւ շունը տիրոջ չէր ճանաչում չկար այդպիսի բան որ ասենք մենք Ռուսաստանի զենքի ենք առնում ու այդ զենքով ենք հաղթե չէ եթե նույնիսկ ինչ-որ բան առնում էին դա Հայաստան տարածքում էր մնում եւ ինքը ոչ ոքի պաշտոնական ապացույց չունի իրեղեն ապացույց եւ փաստաթուղթ որ Հայաստանը բանա գնել հետո այդ ինչ որ գնելա գնացել Արցախ գլուխ քարվատը սուտախոսում ինչպես նաեւ սուտախոսում նրա մասին թե ՀԱՊԿ ինչ բան գործողություններ անում երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի տարածքի վրա
Իսկ այդ հայտարարությունը, որ մեր զենքերը ամենուր են Մոզամբիկում էլ կան, դաշնակցային է դա, դաշնակցի կողմից տրվող պատասխան է, թե իսկապես բիզնես է։ Հիմա Ռուսաստանը մեր ձեռակրակը չի ընկել, որ իր զենքերը չվաճառի սրան նրան, ինչը թե Հայաստանի հետ խնդիրներ ունեն։ Պետք է հարցին այդ կողմից նայել, թե ոչ։ Ես ստեղ վիրավորական ինտոնացիաներ էի տեսնում, գիտես, երբ ռուսերենի լավ ես տիրապետում, հասկանում ես նաև իրանց մտածելակերպը, հասկանում ես, որ եթե ռուսը ասում է Մոզամբիկ, այդ վատ իմաստով ասում։ Դրան ամենալավ պատասխանը կարող լիներ, որ ուրիշ երկրները մեր մարմնավաճառողներ կան, խենք մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանում։ Ուրիշ ազգի մարմնավաճառողներ կան, մենք իրանց մոտ կգնանք։ Այսինքն ստեղ պետք է համապատասխան վիրավորական ինսուլտի հասցնող պատասխան լիներ։ Ինչ է նշանակում Մոզամբիկում էլ հայկական զորքերը, դու էլ ձի ես, կակային ես շնչում։ Հետո այսինքն ստեղ պետք է լիներ քաղաքական ապտակ Լավրովին տեղում։ Ցավոք սրտի միակ, հա, գիտեմ քեզ դուր չի գալի, բայց միակ ապտակ հագցնողը դու ես այնտեղ։ Բայց գուցե Լավրովի պատասխանը շատ տեղին էր, հուժկու էր, ամեն դեպքում ռուս պաշտոնյաները ծափահարեցին։ Բա ինչ պետք է անեն, Նարեկ ջան։ Ասենք, բա ինչ պետք է ասել։ Դու պետք է պատկերացնես Ռուսաստանի կարգավիճակը աշխարհում։ Ինքը 1000 ինչա 1 տարուց ավել չէր եկել, եթե չեմ սխալվում, թե կարող ավել։ Ինքը տենց իզոլացված վիճակում էր, ինքը առաջի անգամ այդ իզոլացիայից դուրս էր եկել։ Ունես չէր որ կովիդ էր դրա համար էր մեկուսացված էլ, ինքը տենց իրան երջանիկ էին, իրենք դիվանագիտական իրանց կարծիքով լրջագույն բաներ են տենց լուրջ հաջողության են հասել։ Ես չեմ համարում, որ մենք պետք է հիմա Ռուսաստանի Դաշնության քաղաքականության գնահատականը վերանայենք եւ տեսնենք արդյոք ինքը դաշնակցի տեսանկյունից է գործել թե ոչ։ Այստեղ հարցը նրանով որ ինքը որպես թշնամի է գործել, արդյոք դա իրան հաջողվել է թե ոչ, դրա մասին է խոսքը։ Այո, Ռուսաստանին հաջողվել է 11 թվականից Հայաստանին դավաճանել եւ օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարության փափուկ անողնաշար եւ մինչեւ հիմա նմանատիպ դիրքից եւ չանել, չկատարել անմիջական պարտականությունները, որոնց տակ ինքը ստորագրություն ունի։ Բայց եթե 11-12 թվականին դա ինձ համար, ասենք, վրթովմունք էր առաջացնում, ես բանի անում, ես 14 թվականին մենք հասկացանք, որ Գրիմը վերցրեցին, Դոնբասը վերցրեցին, բան Ուկրաինային իրանք առանձին ստորագրությունով խոսք են տվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխիք լինի։ Նրանք թքած ունեցան իրենց ստորագրության վրա, դրանից հետո Ռուսաստանից ակնկալել ինչ-որ բան, բացի նրանից, որ ասենք նախապես իրենց քելեխին հրավեր ստանալ, չի կարելի։ Պարոն Սարգսյան, անդրադառնանք Ռուբիոյի հայտարարություններին։ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ է տեսնում եւ ակտիվ ներգրաված է կանխելու ռազմական բախումը, հայտարարել է պետքարտուղար Ռուբիոն։ Սա ձեզ ինչի ֆոնին է այսպիսի հայտարարություն արվում, ընդհանուր իրավիճակի, թե Միացյալ Նահանգները նոր հետախուզական տվյալներ է ստացել։ Ընդհանուր իրավիճակը բավականին պայթուցիկ էր, մինչև ամերիկյան կողմի եւ իրանական կողմի բանակցությունները Օմանի միջնորդությամբ Վատիկանում։ Այսինքն, քանի որ Ամերիկայի եւ Իրանի միջև հարաբերությունները եւ այս բանակցային գործընթացը դե ֆակտո բացառեցին ռազմական լուծումը, տարածաշրջանում մեծ պատերազմի հավանականությունը նվազեց չնայած Իսրայելի ահավոր մեծ ցանկության եւ հաշվի առնելով որ երկու գործոն համընկնում է, այսինքն Ադրբեջանը փորձում էր լինել հակաիրան եւ դրա շնորհիվ ձեռք բերել արևմուտքի բարեդրացական վերաբերմունքը երբ ինքը կհարձակվի Հայաստանի վրա համալրելով Ռուսաստանի բարեդրացական վերաբերմունքի եւ սա ոնց որ համեմելով եւ ամբողջությամբ օգտվելով իսրայելական լոբինգից Նետանյահուի լոբինգից, այսինքն ինքը իր պատկերացմամբ իր ուղեղի մեջ մի ֆանտաստիկ սիրուն ծրագիր էր գծել, որ ինքը
հակաիռան կլինի եւ այդ իր հակաիռանության շնորհիվ իրան կներվի Հայաստանի վրա հարձակումը եւ այն բոլոր բաները ինչ ուզում անի։ Հիմա պարզվում է որ հակաիռանը ոչ մեկին պետք չի, ավելին հակաիռան լինելը հիմա վտանգավոր է, ինքը մնացել է որպես դաշնակից Իսրայելի հետ եւ մեծ հաշվով Իսրայելի մամուլը արդեն բաց գրում է որ Տրամպը չնայած դա քեզ դուր չի գալիս, բայց կոշիկ սրբեց Իսրայելի ցանկությունների վրա, թե Գազայի հատվածում եւ թե Իրանի հարցում եւ թե հութիների հարցում պայմանավորվելով առանց Իսրայելի կարծիքը հաշվի առնելու եւ առանց Իսրայելի հետ նախապես պայմանավորվելու թե ինչ արդյունքի է գալու ԱՄՆ-ն։ Հետևաբար ստեղծվում է մի իրավիճակ, որ նավթի գների անկումը նորից Ադրբեջանի բյուջեն գծված է Azeri Light նավթի գինը $70, հիմա արդեն 70-ից ցածր է։ Ինքը նույնիսկ $70 դեպքում ուներ բյուջեի դեֆիցիտ։ Բյուջեի դեֆիցիտը Ադրբեջանի պես երկրների համար, ինչպես Ադրբեջանը, այնպես եւ Ռուսաստանը ամբողջությամբ կախված են նավթից։ Իրա մոտ սոցիալական ծրագրերի եւ մնացած ծրագրերի, այսինքն այն ծրագրերի, որի շնորհիվ ինքը կարողանում է իր բնակչության բերանափակ պահի, ինչ որ մեկին փող բաժանի, մեկին, չգիտեմ, ինչ որ մի կերպ լռեցնի։ Սա կրիտիկական է այդ տոտալիտար ռեժիմների համար։ Եթե գումարները ընկնում են, ինքը երկու բան հաստատ չի անի, չի պակասեցնի բանակի եւ ոստիկանության, այսինքն ուժային մարմինների ֆինանսավորումները։ Բոլոր մնացած ֆինանսավորումները ընկնելու։ Հիմա տես, ինչ է իրան պետք, որպեսզի ինքը ֆինանսավորումը անկավ, ինքը կայունություն պահի եւ իր առաջնորդությունը շարունակի ապահովել ոչ բացառապես ուժային բաներով, այսինքն ոչ թե իր բնակչությանը գնդակահարերով։ Իրան պետք է փոքր պատերազմ։ Եվ Ռուբեն ասում է դրա մասին, որ քանի որ Ադրբեջանը չունի արևմուտքի աջակցություն որպես հակաիռան, Ադրբեջանը մնացել է իր բնական դաշնակիցների հետ։ Թուրքիայի, որը տնտեսական ծանր վիճակում է եւ որևիցե ցանկություն չունի նոր պատերազմի մեջ մտնելու, Ռուսաստանի, որը գտնվում է Ուկրաինայի հետ պատերազմում եւ նավթային գների պատճառով ինքն էլ խնդիրներ ունի, չի կարողանալու պահել, եւ Իսրայելը, որի շահերի վրա ոնց որ թե ամերիկան կոշիկ է սրբում։ Այս պարագայում միակ տարբերակը ադրբեջանցի ղեկավարության ապշերոնցիների համար, որպեսզի իրանք այդ իշխանությունը պահեն եւ մի կերպ բան անեն, միակը չէ, բայց ամենահավանական տարբերակներից մեկը դա պատերազմի սկիզբն է։ Եվ սրա մասին ասում Ռուբեն, դա հաշվարկելի է։ Այսինքն, եթե դուք նայեք նավթային գների անկումը ամեն անգամ լրջագույն անկումը, որը բերում է իր բյուջեի ճեղքվածքի, առաջացրել է ադրբեջանական հարձակում։ Ամեն անգամ, երբ գները ընկնում են եւ կրիտիկական է իր համար դառնում, ինքը մի հատ հարձակվում է։ Հիմա Ռուբեն սրա մասին է ասում։ കാരണം գները ընդհանուր ընկնում են եւ շանս չկա, որ բարձրանան գները, որովհետեւ եթե առաջ դա ուղակի այս կամ այն կերպ էր, հիմա Տրամպի այդ տարիֆների քաղաքականությունը, OPEC Plus-ի որոշումը, որ իրանք ավելացնում են նավթարդյունաբերությունը մոտավորապես 500,000 բարելով օրական, այս ամբողջը ստեղծելու է նավթի հավելցուկ։ Այդ ավելցուկը, որը որ շուկայում առաջանում է, ավտոմատ գները ներքև է բրդել։ Հիմա ինքը կարա մոռանա $70 տակառի դիմաց գնի մասին։ Չի ստանալու այդ գինը, բավականին երկար։ Խնդիրը եկել է նրան, որ Ռուսաստանը հասկանում է, որ իր համար իր Յուրալսի գինը 50-ը, որը համարվում էր կրիտիկական ճգնաժամ, 50-ը հիմա երանելի է դեկտեմբեր ամսվա դիմաց։ Դու պատկերացրեք Ադրբեջանում ինչ ա լինելու։ Հետևաբար Ռուբենն ինչ որ ասում է, ինքը ասում է հաշվարկված բան, ասում է, ինչ որ հաշվում ես, տեսնում ես, հետ ես նայում, տեսնում ես, որ ինքը ամեն անգամ երբ նավթային գների անկում է, ինքը պատերազմ է սկսում։ Սա զգուշացումն է, սա առաջի անգամ է, որ միջազգային խոշոր խաղացողը, որը մեծ հաշվով ձեռքերը լվացել է տարածաշրջանից եւ բան չի անում, ուղղակի ունենալով Հայաստանի հետ այդ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, համարելով որ սա ռազմավարական համագործակցության իր գործընկեր երկիրն է, այս գլխից ասում եմ, ես գիտեմ, որ իրանք հարձակվում են ու մենք դրան խառնվելու ենք։ Մենք հիմա իմիկվանից թույլ չենք տալ։ Սա շատ կարևոր է, սա բացառապես Ռուբեն չի, այսօր Ֆրանսիայի արտգործնախարարն էլ ճարում երկար այդ իր ողջույնի խոսքում լրագրողների հետ հատուկ նշեց, ինքը եկավ, հետո ասեց Ռուբեն, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Եվրոպան
ակնկալում են, որ խաղաղությունը կլինի, չգիտեմ, երկարաժամկետ, կստորագրվի եւ այլն, բայց կարևոր մեսեջները եկավ, սա նշանակում է, որ Ֆրանսիան ոնց որ անկախ գործող է, բայց այս Հայաստանի հետ ֆրանսիական ռազմավարական համագործակցությունը համաձայնեցված է, ինչի մասին, որ ես շատ վաղուց ասում էինք Արմենի հետ երջանկայի շտակ, որ սա համաձայնեցված մեծ ծրագիր է։ Արևմուտքի համար Հայաստանը տարածաշրջանի բաստիոնն է, կայունության կետն է, ուժի կիրառման կետն է, որտեղից իրանք պատրաստվում են այս տարածաշրջանի հետ գործել։ Եվ անկախ նրանից, թե ով է Հայաստանի իշխանությունը, սա վիրավորական բան չեմ ասում Նիկոլի հանդեպ, բայց կապ չունի ով կլինի։ Բացառությամբ երևի Ռոբերտ Քոչարյանի, որին էլ երբեք Հայաստանը ոչ մեկ չի ընտրի, բոլոր մնացած պարագայում, ստեղ եթե ասենք բան չկա, Հայաստանը մնում է եվրոպական, եվրատլանտյան համայնքի ոնց որ հանգույցը տարածաշրջանում եւ ստեղով անցնելու։ Նույն բանը իդեպ ասեց Իրանի փոխարտգործնախարարը, որ այսօր խոսում է։ Ինքը ասաց, որ Հայաստանը մեզ համար այդ երկար ելևէջները, որ դա ճանապարհ է եւ այլն, ասեց մի մասը, որը որ երևում է, ինքը ասեց Հայաստանը մեզ համար դա 3 միլիոնանոց Հայաստանը չի։ Դա 200 միլիոնանոց ԵԱՏՄ-ի շուկան է։ Բայց եթե հետ են գնում եւ հիշում ենք ինչ է ասել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այդ ամբողջ կոհորտը, այդ լեգիոնը, իրանք ասում են, եթե Հայաստանը Եվրամիությանը ուզում է համագործակցի, մենք դա ողջունում ենք։ Ինչու, որովհետեւ ասվեց 200 միլիոն ԵԱՏՄ, բայց այն որ ասում է, ես ասեմ կուժ, դու հասկացի կուլա, տակը 500 միլիոն Եվրամիության մասին է խոսքը։ Եվ սա է այն ամբողջ բազմությունը, եւ սա է, ասենք, Եվրամիություն Հնդկաստան ընդհանուր առմամբ այդ ապրանքաշրջանառության համար Հայաստանը որպես հիմնական դարպաս, հիմնական հաբ։ Իրանը այսօր թե երեք եւս հայտարարել է, որ Բանդեր-Աբասում առաջարկել է բոլոր երկրները առանձին օպերացիոն հանգույցներ բացել։ Նույն բանը Հայաստանը ունի Չաբահարում։ Այսինքն մենք արդեն Իրանի շնորհիվ 2 նավահանգիստ ունենք Հնդկական օվկիանոսում։ Մեկը ավելի մոտիկ Սուեզին, այսինքն եվրոպական տարբեր, մյուսը ավելի մոտիկ Մումբային, հնդկական, այն կողմ նաև չինական, ինչու ոչ, ինչ տարբերություն կա։ Նավահանգիստը մենք ենք այնտեղ օպերացիոն, հիմա Շանհայից է գալիս թե Մումբայից, մեզ ինչ տարբերություն։ Ապրանք է գալիս, այնտեղից պիտի գա Հայաստան։ Եվ դու տես ինչքան ահռելի ջանքեր էր Իսրայելը գործածում, որպեսզի դա չստացվի։ Ամեն անգամ ինչ որ մի բան ստեղծելով, ասելով, որ չէ, եկեք ես ձեզ ուրիշ ճանապարհ կտամ։ Հնդկաստանին ամեն անգամ ասելով, արի դու Դուբայից, Ռիադով, Հորդանանով, բանով արի դուրս արի Հայֆայով, մենակ թե բանը չլինի, Իրանը չլինի։ Այսինքն մեզ մոտ մի իրավիճակ կա, որտեղ մենք ունենք խոսքը միանք նրա մասին չի, որ Իսրայելը Նետանյահուի կառավարությունը օժանդակել է էթնիկ զտմանը, հակահայկականության այդ հակահայկական այդ մոտեցումները այսօրվա Իսրայելի ղեկավարության մեջ, որ ֆանտաստիկ մակարդակի են։ Եվ սա ինչի որ Ադրբեջանը Ալիևը փող է տալիս, որ իրանք դառնան, չէ, իրանք բնիկ են այտենց համընկել է Ալիևի հետ։ Իրանք ամեն ինչ անում էին, որ նաև այդ ճանապարհը Եվրամիությունից դեպի բան չստացվի, Եվրամիություն դեպի Հնդկաստան Հայաստանով չանցնի։ Ամեն ինչ արել են։ Եվ ամեն կերպ տապալվում են, որովհետև դա դեստրուկտիվ է, ակնհայտ է, որ երբ խոսքը գնում է ոչ թե մեծ փողերի, հա, այլ շատ մեծ փողերի մասին, իսկ այնտեղ գնահատականը 1.2 տրիլիոն եվրոյի մասին է այդ ապրանքաշրջանառության պիկի վրա։ Այդտեղ դեստրուկտիվ գործոնները չեն կարող լինեն հիմնական։ Այսինքն դու դա չես ուզում, քեզ կաղա պատմությունը, տնտեսությունը, տնտեսագիտությունը, մարդիկ, չգիտեմ, ֆրանկմասոնները, անգլոսաքսոնները եւ Հռոմի պապը, բոլորը միասին քեզ կաղա, որովհետեւ հարմոնիկը այտենց պետք է լինի։ Դու ինչ ուզում ես արա։ Այնակ այդ ճանապարհը հարմոնիկ է, խաշմերուկը հակահարմոնիկ։ Դրա համար խաշմերուկը ինչքան դուք ուզում եք անեք, ինքը չի ստացվի։ Չի ստացվի, որտեղ ինքը հակասում է տրամաբանությանը, հարմոնիային եւ ոնց որ բնականոն ընթացքին։ Եվրամիությունից Հնդկաստան դա բնականոն է։ Չգիտեմ,
Անատոլիայից Ալթայ դա բնականon չի։ Եվ նույնիսկ այսօր ասվեց առանձին Արարատ Միրզոյան ասեց, որ մենք կենտրոնական Ասիայի, ես գիտեմ, որ որոշ ուժեր Եվրոպայում պատկերացնում են, որ կենտրոնական Ասիայից այդ ճանապարհը պետք է գա անցնի Ադրբեջանով, հետո գա Հայաստան։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դա կարող է ձևական բնույթ է կրում, այնքանով որ Ադրբեջանին խափեն, ասեն դու մենակ այս խաղաղությունը ստորագրի, որովհետև ոչ մի տնտեսական հիմք եւ հիմնավորում չկա դրա։ Եվրամիությունից դեպի կենտրոնական Ասիա ճանապարհը գալիս է անցնում մտնում Մեղրի, Մեղրիով մտնում է Իրան եւ Իրանով դուրս է գալիս կենտրոնական Ասիա։ Այնտեղ Ադրբեջանը ոչ մեկին պետք չի։ Որևէ կերպ ինքը չի գործում։ Ինքը պետք չի, ինքը խանգարող հանգամանք։ Իսկ Միացյալ Նահանգները ձեզ կփորձի կանխել միայն հավանական բախումը, թե նաև երկարատև խաղաղությանը միտված քայլեր կան, օրինակ արագացնելով պայմանագրի ստորագրման գործընթացը։ Եթե դա հնարավոր լինի առանց ռեսուրս ծախսելու, կարագացնեն եւ կոժանդակեն դրան։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չեն ուզում նույնիսկ խառնվեն ռուս-ուկրաինական բան։ Իհարկե, եթե դա լինի հնարավոր, իրենք ամեն ինչ կանեն, որտեղ Տրամփը ուզում է Օբամային անցնի եւ ստանա Նոբելյան մրցանակ խաղաղության, այսինքն ինքը ամեն ինչ որտեղ կարողանա խաղաղություն կնքի զորովիցա ծեծելով ինչ ուզում է լինի, ինքը կանի։ Հիմա եթե կոպիտ ասած իրան Նոբելյան մրցանակը պետք է կարողանա Ալիևի, չգիտեմ, քիթը քաշքշելով բերի ասի, ես թուղթը պետք է ստորագրես, այս թղթի վրա կլինի կամ քո ստորագրությունը կամ քո բեղերի մնացորդը, շատ լավ է, հրաշալի է, ինձ միևնույն է։ Մեծ հաշվով ինձ միևնույն, նույնիսկ եթե Սի Ցզինպինը Ալիևին տենց ստիպի, որ ինքը այդ թուղթը ստորագրի, ինչու ոչ, լավ է։ Մեզ համար այդ խաղաղության, տեսեք, խաղաղություն ինքնանպատակ չի, խաղաղություն գործիք է։ Մեզ հիմա շատ արագ պետք է այս տնտեսական տնտեսության հիմքը փոխվում է, այդ ինդուստրիալ այդ գործարաններ, մործարաններ, հաստոցներ, բաներ, իրանք սա փոխվում են այդ հիմա կվանտային հաշվարկները, արհեստական բանականություն, չգիտեմ, գեր հագեցած ծրագրային ապահովումով գեր հագեցած հաստոցների մասին է խոսքը գնում է։ Մենք դա պահանջում է մի փոքր լուրջ ներդրումներ եւ դա պահանջում է մարդկանց կողմից, ոչ թե պետության, այլ հենց մարդկանց մի փոքր ավելի հանգիստ նյարդային համակարգ։ Դու նյարդային համակարգը մի քիչ ձգված է, երբ դու գիտես, որ հարևանդ բան է, ու ինչ որ արունախում մի հիմարի մեկն է։ Դրա համար ցանկալի է որ լինի խաղաղություն, ուղղակի որպեսզի զարգացման ճանապարհին, ասենք երիտասարդները մտածեն ինչ մասնագիտություն ձեռք բերեն եւ խորանան մասնագիտության մեջ, չմտածելով նրա մասին, որ չհայտարարված անկանոն կարող է պատերազմ։ Պատերազմը լինելու է, ինքը լինելու է չհայտարարված, բայց ամենօրյա ռեժիմով այդ բանի մեջ ապրելը դա լավ չի։ Լավ է, որպեսզի դու ունենաս ժամանակ, դա շատ կարևոր է, օրինակ նույն որոշ եվրոպական պետություններում կա քաղաքականություն պատերազմի մեջ գտնվող կամ խաղաղության պայմանագիր ունեցող երկրներին, իրանք զենք զինամթերք սպառազինություն չեն վաճառում։ Օրինակ Գերմանիայի տեսանկյունից Գերմանիան մեզ շատ հետաքրքիր է, Heckler & Koch կամ Sig Sauer, ասենք, չգիտեմ, բաներ, ավտոմատ չի ինքը, բայց ամեն հրացաններ գնալու տեսանկյունից, որտեղ այս կալաշը զիբիլ է, ինքը ուղղակի ռեսուրսի վատնում։ Մեզ գերմանական զենք է պետք։ Որպեսզի մենք այդ գերմանական զենքը կառնենք, մեզ անհրաժեշտ է լինի այդ խաղաղությունը, որ մենք թուղթը, ընդհանրապես թուղթը այդ էշի ստորագրությամբ տանենք Գերմանիայի, դնենք կանցլերի սեղանին, ասենք խաղաղություն ունենք, մեզ Heckler & Koch-ը պետք 200,000 հատ, որ մենք բանակը փոխում ենք, իրենք պետք է դրանով մակարվեն։ Ու մի հատ էլ գործարանապետ փամփուշտ արտադրող, մի հատ էլ գործարանապետ 155 մմ-անց բան արտադրող։ Երկու հատ էլ գործարանապետ, որ երբ որ մենք դեզանց լեոպարդները առնենք, մենք ասենք այդ լեոպարդների բանը տեխնիկական սպասարկում անենք Հայաստանում։ Ամբողջական չէ, բայց գոնե մի մաս։ Մի հատ էլ գործարանապետ Դասոյի հետ խոսենք, որպեսզի Ռաֆալները երբ որ առնենք, կարողանա տեխնիկական սպասարկում ստեղ անենք։ Մի հատ էլ Սաաբիցապետ, որպեսզի այնտեղ բան անենք։ Այսինքն այս ամբողջի համար, որպեսզի մեզ դավաճառեն, մեզ անհրաժեշտ է 3 բան։ Բաց հայտարարենք Պուտինովա, բաց հայտարարենք, որ Ղրիմը դա Ուկրաինա է, եւ ռուսական նավը ուրա գնում։ Այսինքն բոլոր պայմանագրերը, որոնք մեզ սահմանափակում են, պետք է դուրս գան։ Բայց սրանից բացի մենք պետք է ունենանք
թուղթ, որ մենք պաշտոնապես պատերազմում չենք։ Որ մենք պաշտոնապես պատերազմ չենք վարում։ Ֆրանսիան թքած ունի այդ թղթի վրա։ Ֆրանսիան ասում է ինձ միևնույն է, դու ընդ թուղթ ունես, չունես, հապկում ես, հապկից դուրս ես, չես հապկում, լվացվում ես հապկելուց հետո, չես լվացվում։ Ես իմն է, ես գալիս եմ, բայց ի վերջո դա Ֆրանսիան է, դա ուրիշ պատմություն է։ Մեզ պետք է նաև քիչ թե շատ դրական վերաբերվող, բայց ասենք մի քիչ ավելի օրենքի մեռած երկրներ, ինչպեսիք են Գերմանիան, Սկանդինավյան երկրները, որտեղ որ դրանք թուղթը ցույց տանք, ասենք ախ, մեր խաղաղություն է։ Մեզ գրիֆեն է պետք մի 100 հատ։ Խոսքը գնա գնի մասին, ոչ թե մի հատ հարևանից թուղթ բեր, որ դու իր այդ պատերազմի մեջ ես։ Հասկանում ես։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույց։ Ես էլ եմ շնորհակալ, Նարեկ ջան։